Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի հայ օգնության ֆոնդը Հարվարդի բժշկական դպրոցի հիվանդանոցի և Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի մասնագետների հետ համատեղ իրականացրին ուլտրաձայնային հետազոտությունը անհետաձգելի իրավիճակներում թեմայով երկրորդ աշխատաժողովը։ Այն տեղի ունեցավ մարտի 9-ին և 10-ին համալսարանի ուլտրաձայնային ուսուցման կենտրոնում։ Առաջին դասընթացը կազմակերպվել էր 2022 թվականին, որին մասնակցել էին շուրջ 20 բժիշկներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից։ Դասընթացը նախատեսված է անհետաձգելի բժշկության մասնագետների, սրտաբանների, ռեանիմատոլոգների համար և նախատեսում է հեռավար նախապատրաստական և առկա ինտենսիվ ուսուցում։ Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները թույլ են տալիս սմարթֆոնին կամ պլանշետին կցված սարքերով կամ նոթբուքերով ուլտրաձայնային հետազոտություն իրականացնել ոչ թե հիվանդանոցային պայմաններում, այլ դեպքի վայրում, ուստի մասնագետներին նոր իմացություններ են անհրաժեշտ։ Դասընթացը ունի շատ հետաքրքիր կառուցվածք, ուրեմն նախապես մեր գործընկերների աջակցությամբ, որը շատ մեծ աջակցություն է, Հարվարդի գործընկերների մասն եմ խոսում, իրենք բացում են այդ դասընթացը գրեթե անվճար, որովհետև եթե համեմատում ենք այն իրական արժեքը դասընթացի եւ այն արժեքը, որով իրենք տրամադրում են մեզ, անհամեմատելի է։ E-learning է կոչվում, այսինքն մասնակիցները, նախապես ընտրված մասնակիցները, ովքեր որ ընտրման փուլեր են անցնում, մոտ 3-4 ամիսների ընթացքում անցնում են այդ դասընթացը, իրենք մոդուլները լրացնելով պետք է գան հասնեն եւ ստանան իրավունք արդեն արկա դասընթացին մասնակցելու եւ որի շրջանակում արդեն ժամանում են մեր դասընթացավարները, իրականացնում են տեղերում դասընթացը, սովորեցնելով այդ հմտություններին եւ նոր ամբողջական կուրսը ամփոփվում է եւ մի բան ուղղակի ասեմ, որ այս դասընթացը ունի նաեւ նշանակություն ներկա պահին մենք ակցենտավորում ենք այն հանգամանքը, որ մեր տեղական դասախոսները արդեն պետք է պատրաստվեն, որպեսզի հետագա դասընթացը շարունակենք մեր տեղական դասընթացավարների ուժերով։ Այդ հետազոտությունը ինքը բավականին մատչելի է, արագ իրականացվող է եւ իր դիագնոստիկ նշանակությունը մի շարք ուրեմն կրիտիկ վիճակներում, անհետաձգելի վիճակներում շատ բարձր զգայունություն ունի։ Եվ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն ռադիոլոգները, այլ որոշ այլ մասնագետներ, բժիշկներ, գործնական բժիշկներ տիրապետեն այդ մեթոդին։ Եվ այս տենդենցիան վերջին 10 տարում ամբողջ աշխարհում զարգանում է եւ սարքերն էլ ավելի մոբիլ, այսպես փոքր, արագ գործածվող հնարավոր այսպիսի սարքեր են ավելի կիրառելի դառնում։ Այս անգամ աշխատաժողովին մասնակցեց 30 մասնագետ մայրաքաղաքի եւ մարզերի բժշկական հաստատություններից։ Աշխատաժողովի նպատակն է ուսուցանել բժիշկներին, որպեսզի կարողանան իրականացնել կողմնորոշիչ հետազոտություն, նախնական ախտորոշման եւ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու համար։ Ես Բոստոնից Հարվարդի համալսարանից եմ ժամանել իմ բժիշկ ընկերների հետ։ Ես ինտենսիվ թերապիայի բժիշկ եմ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ։ Մեր հիմնական մասնագիտացումը անհետաձգելի իրավիճակներում ուլտրաձայնային հետազոտության կիրառումն է։ Նպատակ ունենք կրթել սրտաբաններին, ինտենսիվ թերապիայի բժիշկներին։ Շատ ուրախ ենք տեսնել, որ շատերը հենց դասախոսների կազմից կարողանում են բավական լավ ուսուցանել այս մեթոդը եւ կրթել բժիշկների։ Նախորդ դասընթացից ունենք մասնակից, որը դասավանդում է։ Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ Հայ օգնության ֆոնդի հետ մեր համագործակցությունից։ Հետո ստեղծվեցին կապեր պրոֆեսոր Սիսակյանի միջոցով։ Հետո արդեն կազմակերպեցինք այս երկրորդ կուրսը։ Երկօրյա կուրս է, բաղկացած է թե տեսական, թե գործնական մասից։ Յուրաքանչյուր օր տեսական մասը մատուցվում է հատուկ դասախոսությունների միջոցով, հատուկ կլինիկական դեպքերի քննարկման միջոցով, տարբեր տեսակի հարցերի միջոցով, այսինքն բավական ինտերակտիվ է եւ իհարկե շատ կարեւոր մաս ունենք օրվա ընթացքում գործնական պարապմունքները, որոնք իրականացվում են հատուկ հատկացված տարածքում ուլտրաձայնային սարքերի միջոցով։ Հայ օգնության ֆոնդը հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմում։ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո ֆոնդը շարունակում է իրականացնել բարեգործական, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրեր։ Աննա Թամրազյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։